Ուրախ եւ հպարտ եմ ԵԽԽՎ-ին զեկուցել, որ 2018 թվականի ժողովրդական ոչ բռնի թավշյա հեղափոխությունից ի վեր իշխանությունը Հայաստանում որևէ ընտրություն կեղծելու փորձ անգամ չի արել։ Այս ընթացքում տեղի են ունեցել 2 խորհրդարանական ընտրություններ եւ թիմ ընտրություններ Հայաստանի բոլոր համայնքներում, որոշ տեղերում նույնիսկ 2 անգամ։ 2018 եւ 2021 թվականների համապետական խորհրդարանական ընտրությունները միջազգային հանրության կողմից գնահատվել են որպես ազատ մրցակցային ժողովրդավարական չափանիշներին համապատասխանող, ինչը ըստ էության մեր պատմության մեջ աննախադեպ էր։ Թիմ որևէ ընտրությունների արդյունքների հետ կապված բողոքի ակցիաներ չեն եղել։ Մի շարք համայնքներում հաղթել են ընդդիմադիր կուսակցություններ, ինչն ըստ էության անհնար էր 2018 թվականի հեղափոխությունից առաջ։ Հայաստանի քաղաքական կյանքից վերացել է ետընտրական պրոցես հասկացությունը, մինչդեռ 2018 թվականի ժողովրդական ոչ բռնի թավշյա հեղափոխությունից առաջ դա Հայաստանի քաղաքական կյանքի ամենահաճախ օգտագործվող տերմինն էր։ Մարդիկ փոփոխությունների հույսը կապում էին ետընտրական պրոցեսների հետ, որովհետև գիտեին, որ ընտրությունները կեղծվելու են իշխանությունների կողմից, ինչի հետևանքով ետընտրական պրոցեսների պատեհություն էր առաջանալու։ Այսպես եղել է 2018-ից առաջ տեղի ունեցած գրեթե բոլոր ընտրություններում, բայց դա արդեն պատմություն է եւ մեր մեջ ասած արդեն բավականին հին պատմություն։ Բայց սա չի նշանակում, թե մեր երկրում ընտրական ժողովրդավարությունը խնդիրներ չունի։ Հայաստանում որոշ ուժերի կողմից ընտրակաշառքի պրակտիկան շարունակում է կիրառվել։ Խնդիրը այստեղ ոչ միայն այն է, որ իրավապահներից մեծ ջանք է պահանջվում նման դեպքերը բացահայտելու համար, այլև չկան գործնական մեխանիզմներ ընտրությունների արդյունքների վրա ընտրակաշառքի ազդեցության չափը պարզելու համար։ Եվ որպես հետևանք ընտրակաշառք բաժանած ուժերին քաղաքական եւ ընտրական պրոցեսից դուրս թողնելու գործնական մեխանիզմները կամ բացակայում են կամ անորոշ են, մյուս կողմից էլ նման մեխանիզմների գործարկումը կարող է մեկնաբանվել որպես ընտրությունները վերահսկելի դարձնելու փորձ։ Չնայած ընտրակաշառքով մանտած ստացածների ներկայությունը խորհրդարանում կամ թիմերում ընկալվում է որպես ժողովրդավարության անպաշտպանություն, երբ ժողովրդավարության գործիք ընտրությունները փողի գործադրմամբ օգտագործվում են ընդդեմ ժողովրդավարության։